Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք։ Ես լավ եմ եւ իհարկե ինչպես միշտ նույնը ձեզ եմ ցանկանում։ Հուսամ, որ դուք նույնպես լավ եք եւ շարունակեմ իմ հերթական վլոգս։ Այսօր այսպես եմ որոշել սկսել իմ օրս մի փոքրիկ արջուկների ընտանեկան ֆոտոգրաֆիա, ինչպես ասում են, եւ որոշել եմ, որ մի քիչ իմ սննդակարգին հետևեմ եւ առավոտս սկսում եմ իհարկե ոչ թե սուրճով, այլ լիմոնի ջրով, փորձում եմ մի քիչ լիմոնաջուր պատրաստեմ եւ այսպես մի որոշ ժամանակ անոթներս մաքրելու կարիք ունեն, շատ ուժեղ խոլեստերինս բարձրանում է, արդեն ճնշումս բավականին շատ բարձրանում է, իհարկե որ առողջությունս կարգավորելու շատ խիստ կարիք ունեմ, քանի որ աշխատանքս այնպիսին է, որ տո տանն եմ, տո դրսում եմ, տո գնում եմ, տո գալիս եմ, մի տեսակ անընդհատ սննդակարգ չեմ կարողանում կարգավորել, բայց այսօրվանից արդեն սկսել եմ մի քիչ ինձ հետևել իմ իրավիճակին ու կարգավիճակին հետևել, այսպես կոչված, թողել եմ մի կողմ բոլոր կարգի ավելորդ զբաղմունքները, բոլոր կարգի ինչ-որ խանգարող հանգամանքները, որոնք ինձ կարող են շեղել իմ կյանքի ուղուց ու ճանապարհից եւ շարունակում եմ իմ գործերը։ Անցանք առաջ լիմոնը մաքրում եմ, սովորական ջրի մեջ խառնում եմ, այդ օրվա համար արդեն պատրաստում եմ օրը մի հատ լիմոն եւ լիտրուկես 2 լիտր ջուր, ով ինչքան հնարավոր է կարող է սարքել խմել, ամենալավը դա է։ Առավոտյան իհարկե մի բաժակ գոլ ջուր եմ խմում, անպայման դեղերս եմ խմում եւ որից հետո նոր խմում եմ լիմոնով ջուր, չնայած որ ասում են քաղցած ստամոքսին տենց մի անգամից անոթի պետքա լիմոն խմես, բայց ես չեմ համարում, որ դա ճիշտ է, քանի որ ինձ ունեմ ստամոքսի խոց, որը գրգռվում է շատ արագ ու ուժեղ ձևով, ցավում է, իսկ ստամոքսի համար ես առավոտյան դեղ եմ խմում կակրաս անոթի վիճակում, դրա համար էլ լիմոնը խմում եմ դեղորայքիցս հետո։ Այսպես շարունակենք, այսօր մենյուում ուրեմն ինչ է որոշել եմ բրոկլիով ուտեստ պատրաստել, իհարկե միայն ես եմ ուտելու, որովհետև ոչ մեկ չեն սիրում։ Մի հատ նախաճաշ կանեմ ու կճանապարհվեմ աշխատանքի։ Հիմա այսպես տեսանյութս գեղեցիկ նկարահանեմ, բայց մինչ այդ ասեմ, որ արդեն 3-րդ օրն է իմ դեմքի խնամքից հետո, իհարկե որ հետևելու եք ընթացքին իմ հետ։ Ես խոստանում եմ, որ կիսվեմ ամեն մի վայրկյանով, հիմա նորից հետաքրքիր խնամք եմ անում դեմքի ատյոկները հեռացնելու, հանելու համար ու նոր գնում ենք աշխատանքի։ Այսպես սիրելիներս, առավոտը սկսում ենք գեղեցիկ գույներով, հաճելի տրամադրությունով, բարի եւ խաղաղ օր եմ մաղթում բոլորիդ, առողջ եղեք, ուրախ եղեք եւ շարունակենք մեր վլոգը։ Նախաճաշս արդեն պատրաստ է, սոխառած եմ արել, կանաչ բրոկլին տապակել եմ եւ ձու եմ ավելացրել, սիրում եմ, որ լավ ժարի տեղաց է լինում, ահա պատրաստ է։ Ողջույն սիրելիներս, արդեն օրը առավոտ է լուսաբաց է, ես արթնացել եմ, ճիշտն ասած մի քիչ այտուցված է դեմքս, բայց դա նորմալ է իմ համար, իմ ճնշման համար, իմ առողջության համար։ Ուրեմն ինչ եմ անում, ուզում եմ ձեզ ցույց տալ, արդեն պրոցեդուրայից հետո 2-րդ օրն է, 3 լվացա, այսպես ինձ դեռ կարմրած էր լավ ու սենց կսած նյութերից հետո բավականին տեսակ որ դեռ լավ թաց է, դեռ նյութերը չեն ներծծվել, հիմա արդեն 2-րդ օրն է, ճիշտ է այտուցվածություն ունեմ մի քիչ, բայց ամեն դեպքում դեմքս այնքան լավն է, ճիշտ է կարմրատությունն էլ դեռ չի անցել, արդեն ինչ է սկսվել են մի քիչ սենց ցերեկները քոր գալ, որովհետև դե առավոտ իրիկով որ փափկացնող կրեմները յուղ գցում եմ, լավ պահում է, բայց մի պահ է գալիս, որ արդեն զգում եմ քոր է գալիս, շատ արագ սկսում եմ արևապաշտպան կրեմը գցել, որովհետև նա կարելի է, օրինակ մի քանի անգամ թարմացնել, նույնիսկ տոնալնի կրեմի վրայից է կարելի գցել։ Այդպես հիմա ինչ եմ անում, հիմա մի թեթևակի արդեն որպես 2-րդ օր, մի թեթևակի այսպես ատյոկները իջացնելու համար, ինչպես գիտեք, մի անգամ էլ եմ ցույց տվել այս նյութը, սրանով փոշի է, իսկ փոշիով հիմա պետք է ատյոկները իջացնեմ, մի հատ փոքրիկ, չնայած որ 2-րդ, 3-րդ օրը նոր կարելի է, 3-րդ օրից օրվանից նոր կարելի է օրից հետո, ասենք 4-րդ, 5-րդ մարդիկ նույնիսկ մի շաբաթ են թույլ տալիս անցնի, քանի որ շատ խորքային չեմ արել, ես մաշկս բավականին լավնացել է, լավն է, սենց իրան ստրուկտուրան տեսնում եք, իսկ գիծը բավականին փոխվել է, միշտ երևում է, որ շատ կնճռոտված է, կախված է, նույնիսկ հեռախոսից դիմացի կամերան է հիմա միացրած ու բավականին գլատ գիծ տալիս, միշտ սենց ավելի կախված, ավելի վատն է, դե հիմա կամաց միգուցե ինչ-որ մի բան կփոխվի, հիմա փորձեմ ատյոկները հանեմ, փոքրիկ մասկա դնեմ, թեթևակի ու շարունակեմ արդյունքով ձեզ հետ կիսվել։ Օրս այսօր այսպես է սկսվել, առավոտ էլ 6-ից, հիմա մասկաս կդնեմ, կլվանամ ամեն ինչ ու կգնամ աշխատանքի, այսօր զապիսներ ունեմ բավականին շատ, մինչև երեկո աշխատելու եմ, երեկոյան որ գալիս եմ արդեն շատ հոգնած եմ լինում, շատ ուրախ եմ, որ աշխատանք է լինում, աշխատեմ ու օգնեմ, մի պահ եկել որ չաշխատելուց էի շատ հոգնում, նեղանում, նռվայնանում,
Մի խոսքով, այդպես հիմա կշարունակեմ, մի հատ էլ էս պարաշոկով դնենք, շատ լավն է այս պարաշոկը, вообще այս կամպանիան շատ ընտիր պրոդուկցիաները Պուսկատյանում, մի խոսքով, մի հատ հիմա մասկա կդնեմ ու կանցնենք առաջ։ Շարունակում եմ, մի հատ զարկ եմ պատրաստել ու անցնենք առաջ փոքրիկ միսկայի մեջ, ինչպես միշտ հեսա ցույց տանել եմ։ Այստեղ կտեղադրեմ, չգիտեմ, չի երևում երևի, բայց ոչինչ ուրեմն վերցնում եմ։ Երկու, երևի թե նույնիսկ այսպես երկու մեծ գտալ, երևի ես գտալով 4 անգամ էր, պարտ չունի, վագենք տնենք մի կողմ։ Օգտագործում եմ այդ նույն ֆիրմայի լվանալու հեղուկը զգայուն մաշկի համար է, հիմա արդեն մաշկը սահավոր զգայուն է դարձել այս պահին, խնդրեմ այսպիսին է։ Ուրեմն մի քիչ մեկնաբանելով գործողությունս կատարեմ, ձայնը անջատեցի, քանի որ ձայնս կադրի մեջ ահա որ հոգնած է, ահա որ այտուցված է դեմքը, շատ դժվար եմ խոսում, մի տեսակ ծանրացած եմ, ավելի լավ է այսպես ակուրատնի բացատրեմ, որովհետև արդեն մեկնաբանում եմ եւ ինձ շատ լավ եմ զգում, օրվա վերջն է, այսօրվա նկարահանումներս արդեն կատարել եմ, այսօր ամսի 18-ն է, ուրեմն բավականին տրամադրությունս փոխված է կեսօրից հետո, որովհետև շատ լավ առավոտս սկսեցի, լավ հավեսով ամեն ինչ արեցի, ուրեմն ինչ ենք անում, այստեղ երեսս նորից համ լվանում եմ, համ այդ պարաշոկը որ պատրաստեցի, այդ պարաշոկով մասկա եմ դնում, այստեղ ամեն ինչը միներալնի բնական նյութերով է պատրաստված, մասկա եմ դնում, ատյոկները շատ արագ հանում է, մասկան ինքը ունի այսպես ավազահատիկային հատկություն, հա, ոնց որ ավազ լինի մի քիչ ու ավելի շատ ինքը տալիս է ոչ թե մասկայի տեսք, այլ ոնց որ սկրաբ լինի, մի քիչ այսպես տրորելով, որ օգտագործում եմ այդ մաշկիս արդեն ասեղների պատճառով չորացած մաշկը, որը որ արդեն տրավմայից իհարկե որ տրավմա է ստացել եւ հիմա վերականգնողական փուլում է եւ պետք է ինչպես վերքեր մի խոսքով ունի վերականգնողական հատկություն, վերականգնվում է հիմա։ Այսպիսով դեմքիս օվալը արդեն բավականին ինձ դուր է գալիս, նույնիսկ ես իմ ծռմռված հեռախոսը որ ցույց է տալիս այդպես կարմրական աչավուն, ցույց է տալիս, որ դեմքիս օվալը մի տեսակ ներքևի էս ծնոտի ներքևի մասը, որ միշտ ավելի կնճռոտված է լինում կադրի մեջ, մի քիչ ավելի ձգված է հիմա այս պահին, երևում է, որ մաշկս բավականին ձգվել է ու ինձ շատ դուր է գալիս արդյունքը, որովհետև այնինչ երևում է կադրի մեջ, չի երևում հայելու մեջ, հա, բավականին տարբեր է ինչպես միշտ եւ իհարկե տարբերությունը շատ մեծ է ու ինձ շատ դուր է գալիս արդյունքը, այդքանը կասեմ։ Հիմա շարունակում ենք, խնամքս կատարեմ ու տնից դուրս եմ գալիս սիրելիներս։ Շարունակեմ սիրելիներս, այսպես հետապետապ ուզում եմ ամեն ինչ ձեր հետ անեմ, կներեք մի հատ սրանց վերցրեցի, հետապներով անեմ, ուրեմն շատ ուժեղ մաքրում այս բանը, մաշկս լավ ձգվեց, սենց մի տեսակ դաժե չորություն եմ զգում, այս մասերս արդեն սկսել էր մխկտալ, ոնց որ աղերը, շատ բնական անյութերը, սրանց հանքային աղերը, այդպես ասեմ, առանցած կադրում չկարած բացատրեն, նոր ֆայմեցի հետ ինչա մի հատ լասյոնով թեթևակի խոնավացնեմ ու մաքրեմ ջրի հետքերը, ինչպես ասում են, ամեն ջրից հետո պետք է անպայման մաքրել, հա, ջրի հետքերը, որտեղ կրանքներից աստված իմանա թե ինչ ջրեր է գալիս հիմա այդ։ Այսպես հիմա որպեսզի այս մասերը շատ մխկտացրեց, բայց աչքերիս տակի են ուռածությունը մի տեսակ հանեց միանգամից, ձգվածություն եմ զգում, իմ փուսերը չկա։ Մի խոսքով, լավ է, բնականը ավելի ուրիշ է, իհարկե կամերան вообще վարդիգոյի սարքեց։ Մի խոսքով ժողովուրդ ջան, ոչինչ, մի անգամ էլ սիրուն ցույց կտա երբևէ, եթե չգիտեմ։ Հիմա որպեսզի ավելորդ կրեմներ չօգտագործեմ, չնայած կարելի է մի հատ սնուցող կրեմ քսել փափկացնող ուլաժնյայուշի նոր օգտագործել անպայման սկվալանի յուղը այսօր նորից պետք է օգտագործեմ, որովհետև մաշկս զգացում է, որ դեռ մխկտում է ցենց ծակոտիները վերքերը դեռ չլավացեն, ընդամենը երկրորդ օրն է, ընդամենը մի օր է անցել, այնինչ պետք է մի շաբաթ անցնի, որ ամեն ինչը ասենք գոհացնի ինձ, հա, այդ վերքերը լավանա։ Շարունակեմ, տեսնենք հետո ինչ ընթացք կստանա։ Ուրեմն այս կամպանիայից ունեմ առայժմ պրոբնիկները, կողքը как раз գրած է «Не для продажи», այստեղ սենց գրված է, որ վաճառքի համար չեն։ Պրոֆեսիոնալ կոսմետիկայի է, ունեմ պրոբնիկները, ուրեմն մեկը տարիքային կոժի համար է, մյուսն էլ как раз պտոզը մի քիչ կանխելու համար է, գրավիտացիոնի պտոզ, որ ասում ենք, դեմքի ավալը ձգում այս կրեմներից մեկն ու մեկը այսօր կգցեմ։ Ունենք նաև նոչնոյ կրեմ, էլի նույն գործողությունն է կատարում, այսինքն տարիքային մաշկի համար է, բայց երեկոյան պետք է քսել, կամպանիանտները այնպիսին են, որ երեկոյան քնի ժամանակ պետք է աշխատի, իսկ նրանք ցերեկը նույնիսկ պաշտպանիչ հատկություն ունեն, էլի արևից։ Այդպես գիշեր ցերեկ ենք անում, գիշերը թողնենք վերջում, ցերեկը մնացել է,
Եվ ունենք տոնային SPF-ը, ինչպես ասում էի, հա, ուրեմն սա առաջ առավոտվա լվացվելուններ, սա տոնային ամենավերջում է եւ ուլաժնիաշի կրեմներն էր, այսպես մեկը գիշերային է, մեկը ցերեկային է, մյուսը տարիքային երկու տեսակ կա ու այսպեսի շատ ավելի լավ բաներ ունեն։ Շուտով այս կոսմետիկան կհայտնվի մեր սալոնում, կարող եք զակաց տալ, եթե ցանկանաք, ովքեր կուզեն իմանալ ինչ որ տվյալներ, ինչ որ բաներ գրեք։ Այդպես, սիրելիներս, բայց ես ասենք այտենց հատուկ ռեկլամ չեմ անվաճառքի համար, այլ ինչ որ ունեմ, օգտագործում եմ ու փորձարկում եմ արդեն, որովհետև մինչև այս ինչ ունեի ես օգտագործեցի, հիմա փորձարկում եմ նոր կոսմետիկա ու նաև կիսվում եմ ձեզ հետ դեմքը ապացուցելու համար, որ առանց սրսկումների էլ կարելի է դեմքը ինչ որ չափով թարմացնել։ Ինչ որ եղել է մի երկու օր առաջ իմ դեմքը եւ ինչ որ կա հիմա արդեն 2 օր է ինչ խնամում եմ շատ խիստ հատուկ նյութերով ու շատ էլ էֆեկտիվ է, ասեմ, որ ինձ թույլ է գալիս արդեն կամաց չէի ասի մի անգամից ասեմ ինչ տեսք տվեց, բայց կոնկրետ այս պահին, որ հայելու մեջ նայում եմ ինձ, հասնում եմ տարիքին համապատասխան արդեն մաշկ եմ ստալ, որովհետև շատ երկար ժամանակ չէի խնամել մաշկս այնպես, ինչպես հարկն է։ Սրանք ուրեմն ամենօրյա ուղղություններ չեն, հա, այս խնամքները սրանք ամենօրյա չեն, սրանք ասենք կողմնակի օգնող խնամքներ են, որոնք պետք է ասենք օրինե թեկուզ ամիսը մեկ անգամ արվի, բայց ես չէի արել։ Սկիտարին մի անգամ չէի արել։ Կրեմն այսպեսին է, գույնը մի քիչ դեղնավուն, ինչ որ է կսում ենք, մեկը կա աչքերի շրջակայքին կարելի է կսել նույնիսկ, այն մյուսը կար դեմքի օվալի համար է, երկուսն էլ կարելի է միաժամանակ նույնիսկ օգտագործել։ Իսկ աչքերի շրջակայքը, ինչպես ասել եմ, եթե հիշում եք, միայն այս բակոսնմու կրայու, հա, այս ոսկորի եզրի ուղղությամբ միայն կարելի է կսել, աչքի կոպը տակից ու կոպը վերևից երբեք չի կարելի կրեմ կսել։ Վերևի մասը անցանք, բայց կոպերին երբեք կրեմ չենք քսում, հիշեք ժողովուրդ ջան, որովհետև աչքերի մաշկը շատ բարակ է, համեմատած դեմքի մաշկին շատ նուրբ է ու չի կարելի, որ ամբողջությամբ կրեմով փակվի, ու ինքը շատ արագ է ներծծվում քաշում, նախ ատյոկներ լինում, ուռում են այսպես, որպեսզի աչքի տակերը էլի չուռի, նյութերը չլցվեն աչքի տակը խոնավեցնող նյութերը մանավանդ, իրենք ինչ են անհատկություն ունեն, խոնավությունը պահեն իրենց մեջ ու մաշկին քիչ սնուցեն։ Իրենք են ծծվում մաշկի մեջ, ջուրը խոնավությունը քաշում են իրենց մեջ, մաշկի տակ մնում են որոշ ժամանակ ու սկսում են քիչ մատուցել այդ ջուրը հեղուկը, հա, որ մաշկը չչորանա։ Իսկ այդ ընթացքում մաշկը կարող է չափազանց շատ զարմանալ այս շատ խիստ ուշադրությունից, առանց կատակի, իրոք այդպես է ու ունենա արդեն ատյոկներ։ Այդ դեպքում արդեն կունենաք ոչ թե լավագույն արդյունքը, այլ կունենաք ուղղակի մաշկի աչքի տակի մաշկի մեշոկներ իզուր տեղից ուռուցքներ, ոչ թե ուռուցքներ, այլ ուռածություն, այդպես բարձ է արդեն թե ինչ է նշանակում այտուցվածությունը, այտուցներ կունենաք։ Նոր հիշեցի հայերեն բառը։ Այդպես սիրելիներս, իմ մաշկը ինձ շատ դուր է գալիս, էկրանը ինչպես միշտ գեղեցիկ չէ ցույց տալիս, բայց ես շատ եմ հավանում այն ինչ որ հայելու մեջ եմ տեսնում, որովհետև մաշկի ստրուկտուրան շատ արտակարգ է երևում, իհարկե որ հեռախոսը չի տալիս այդ հնարավորությունը, հիմա դուրս կգամ մի հատ լույսի տակը նկարեմ, բաղնիքում կարողալու գարանում կարող մի քիչ գույնը ինչի, լույսը ինչի, շփման միջոցով կարմրում է։ Շատ արագ, բայց միևնույնն է շատ շուտ ներածծվելու հիմա այստեղ կրեմը քսեցինք, մի քիչ ներկծծվի, որից հետո անպայման սկվալանվի, մասլա կգցեմ, այս մասերը շատ ամաղկտում, շատ բարակային մաշկը։ Այդպես սիրելիներս, հույս ունենամ բոլորդ էլ այսպես կողքից ցույց տամ, նայեք, որ այս մասերս բավականին ձգվել է։ Ասենց չգիտեմ կադրի մեջ ինչա ցույց տալիս, բայց սա այդքան էլ չկա, հեսա։ Ինչքան էլ որ կա, ասենք կադրը ավելի ուղղակի մեծացնում է։ Այդպես դեմքիս օվալը ինձ բավական, նույնիսկ sense տեսնում եմ դուր է գալիս։ Մի հատ սրսկում անգամ չեմ արել, մի հատ սրսկում, երեկվա պրոցեդուրան է ու այսօրվա խնամքը։ Այսքանը սիրելիներս, մազերս հիմա քանդեմ, ավելի ճիշտ քանդելու կարիք էլ չկա, դեռ սուրճ չեմ խմել, գնանք մի հատ սուրճ խմենք, այսպես մազերով ու մինչև այս կրեմը ներկծծվի, հետո ինչպես միշտ հիշում եք էլի նորից սկվալանվի յուղը կքսեմ անպայման, որովհետև ինքը շատ արագ է օգնում բուժմանը եւ չի թույլ տալիս, որ մաշկը այսպես ճակճկի ու պոկվի, հա, վերքեր չի թողնում։ Շարունակենք։ Գնանք սուրճ խմենք միասին։ Ճիշտ է, հիմա արևի տակ եմ դուրս եկել, այսպես ցույց տամ։ Տեսեք մաշկից գույնը ինչպեսին է, չգիտեմ ինչպես է ցույց տալիս էկրանը, թարսից եմ նկարում, բայց դա է իմ իսկական գույնը, ինձ թվում է սիրուն է շատ։ Գույնը լավն է, կրեմը ներծծվեց, կարելի էր յուղը քսել ու արևապաշտպանը քսել, որտեղ պատուհանից շատ արագ է արևապաշտպանը
Որոշեցի ուրիշ կամպանիաները չխառնեմ իրար եւ միանգամից կսեմ արևապաշտպանը, յուղը ցերեկով եթե կտեսնեմ չորանում է շատ կգսեմ այսպես ու միանգամից սկսում եմ տոնային, հա, որ գույն ունի։ Էլի ինչպես տեսնում եք, ինքը սենց մաշկի գույնին է համարյա, խնդրեմ։ Անցանք առաջ, քանի պիսոն չի թռել մոտս, կրեմս մաքուրա, կսեմ։ Ու սա այն տոնայինը չի, հա, որ գուբկայով սենց հագցնենք, մտցնենք, սա այն տոնայինը չի, որ մենք վրայից պետք է անպայման highlighter կսենք, չգիտեմ ինչ կսենք, սա ուղղակի կրեմ է, որը պետք է անպայման ներծծվի մաշկի մեջ, ուղղակի մի կամպանիայի օգնությամբ տոն է տված, գույն է տված, որպեսզի հնարավոր լինի խնամքից հետո մի քիչ փակել կարմրությունները ու մի քիչ գլատի տեսք ստանա մաշկը։ Ինչեւ որ մաշկը ինքնուրույն կլավանա, ոչ թե այսպես էս գույնով պետք է անընդհատ մաշկին գույն տանք, այլ ինքը իրեն գույնը դեռ կարգավորվի մի շաբաթից դեռ չի լրացել։ Այդպես այս վլոգը կշարունակեմ, մի շաբաթ հետո ցույց կտամ ձեզ ամեն ինչը։ Նախ մի հատ սուրճ խմենք, մի քանի օր հետո էլ կնկարենք, շարունակենք։ Պիսո, դες ինչ ասեցի, բայց ես ինչ ասեցի, գնաս տեղից չի կարելի, խանգարում ես ինձ։ Դա էլ իմ կյանքն է։ Այ տղա, եկավ ամեն ինչից հոտ քաշեց գնաց։ Ձեր աչքի առաջ քսեցի, տեսակ որ բավականին գույնը փոխվեց։ Կարգավորվեց, հիմա այս ամեն ինչը ներկծծվի, կարող է չի լինի, կեսարին մեր գործի գնամ, արդեն բավականին սիրուն կլինի։ Հույս ունեմ, որ խորհուրդներս ձեզ ինչ որտեղ կօգնեն, հետաքրքրություն կշարժեն եւ քանի որ այնպեսի խորհուրդներ եմ տալիս, որ սալոնում աշխատողները միայն լուր աշխատում են, չեն բացատրում եւ իհարկե որ չեն բացատրի, որովհետեւ այն ինչ որ մարդը գումար է աշխատում, երբեք ծրի չի բաժանի ոչ մեկին, հա, դա գիտելիքն է հենց յուրաքանչյուր մասնագետի գիտելիքը, իսկ ինչ գիտելիքներ, որ ես դες տալիս եմ, սրանք շատ թանկ գիտելիքներ են, որը չեմ խնամում իմ սիրելի հետևորդների համար։ Սիրում եմ ձեզ բոլորիդ, շնորհակալ եմ, որ միացել եք իմ էջին։ Եղեք միշտ առողջ, գեղեցիկ, չգիտեմ, այսպես սիրեք, սիրվեք, սիրված կլինեք, սեր տվեք, սեր կառնեք։ Ինչպես ասում են, մարդը միշտ է սիրահարված, իսկ ես եմ միշտ ասում, դա կյանքն է, որին մենք ամենաշատը պետք է սիրահարված լինենք։ Մենք սիրահարված ենք կյանքին։ Սխալ եմ արել, որ մինչև հիմա դեմքս աստիճան չեմ խնամել ու շատերին եմ խորհուրդ տվել, դասեր տվել, բայց հերթը ինձ չի հասել։ Ես ինձ դրել էի արդեն կյանքս ավարտված ծեր կնոջ տեղ, բայց դա այդպես չէ, որովհետև կյանք շարունակվում է, իսկ ես դեռ շատ ջահել եմ ու երբեք տարիքը պրիգավոր չի, հա, ինչպես ասում են, փառք Աստծո, այդքան էլ մեծ չեմ։ Մեծ կարևորը հոգով ջահել լինենք, շարունակենք մեր կյանքը, գնանք սուրճ խմենք։ Ուրեմն կյանք շարունակվում է, սիրելիներ ջան, եկել եմ խանութ։ Այս այն նույն բանի խանութն է, եթե հիշում եք, կոչվում է Գալամարտ։ Իմ սիրելի խանութներից մեկն է։ Նայեք ինչեր եմ գնել։ Տանենք ծաղիկներս մի տեսակ թեքվում են, ոչերը սիրուն դեմ անենք, որ ու այստեղ ինչքան շատ տեսական նիկական, նաև այսպես գորտուկներ սիրուն են, բայց ես գորտ չեմ սիրում։ Բզեզիկներ կան, այսպես իբր թե ճանճեր են մեղուների նման, այսպես ուրիշ մեղուներ կան, ակլորիկներ կան, սիրուն տիտիկներ կան այստեղ, այսպես երկաթե մլերով, հա, ինչա երկաթից միլա ինչա կոչվում է սիմվոլին, որ ցան են հիմնական հողամասի համար է, բայց այն որ երկաթից է շատ լավն է։ Ես տանը ունեմ փայտից է։ Տանեմ ծաղիկներս թեքվում են, մի հատ կարգավորեմ սիրուն։ Բայց այստեղ նայեք։ Սիրուն ցիտիկներ։ Սրանց նոր նկատեցի, կանաչ ցիտիկա, նայեք։ Ինչ է դա քրքիր չէ, սենց չոպերով։ Այս մեկը կապույտ կանաչ, դեղին օրանժև, այս մեկը ինչա, ասել բույա։ Լավն են շատ, տանեմ փիսոն սաղին կքրքրի։ Այստեղ սենց այս գույնի են բույերը, սիրուն են շատ։ Մի խոսքով, տեղ են չերա չեմ ջոբում, հայս խոտերը կանաչ որ կա դրանցից է։ Նայեք այստեղ կամանները պլաստմասա, հա, բայց ինչ սիրուն են, չէ։ Դույլի նման շատ հավանեցի։ Այսպես մի հատ սպիտակը կարելի է վերցնել։ Չգիտեմ ինչի հավանեցի, ընդամենը 129 ռուբլի, բայց հա բուկետն է, վազա, հեսա 300 ռուբլի։ Վազան գույնը սիրուն է, էլի սենց միատնի կանաչ սալաթվի։ Սենց վիդեոկեքի նման շատ գեղեցիկ է։ Այստեղ գեղեցիկ զարդեր կան, ինչ որ նորություններ եմ տեսնում, բայց ամենաշատը ես սա եմ հավանում, որն էլ որ ուզում եմ վերցնեմ։ Հագուստի համար է։
Ու շատ սիրում եմ էսենց սակուսներին փակցնեմ կամ պայուսակի շեպին, բայց ասենք բոլե կանացի կարերով սենց սիրուն է։ Մի հատ տեսեք ինչ եմ տեսել։ Էնցով է դիվախ դիմացունի բանկեքը ով է հիշում, այնքան նման է, ինչքան նմանեցրեցի, չեք պատկերացնի, ինչ հուշեր արթնացան։ Սետկի մեջը գցած բանկեքը, որ մածունի բանկեկ չխչխալով տանում էին, միշտ 5 կինոներում կա, բայց ձեթի աման ինչքան սիրուն է բուջուրիկ սենց։ Շատ փոքրիկ են, անեն շատ սիրուն, կոմֆորտնի ռազմերները։ Հետաքրքիր դիզայնի բաներ կա այստեղ լիքը լցրած սենց։ Ինչ որ ասես տանը ամեն ինչ ունեմ, դրա համար ոչ մի անգամ այսպիսի բաներին ուշադրություն չեմ դարձնում, բայց ձեր համար սենց որոշեցի ամոդել էի խանութ նայում եմ, համ սենց ընդհանուր նկարեցի։ Սիրուն բաներ շատ կա, այն օրը փիսոն մի հատ կրուշկա ունեի, точно էս ֆորմայից, բայց վրեն ծաղիկներ, եթե կհիշեք գալուբոյ շատ կային վլոգների մեջ այդ կրուշկես։ Գցեց կոտրեցի Մարիկը, ասեմ Վեշնյանները միգուցե դրանից վերցնենք մի հատ սիրուն կոֆեից բաժակը ջարդեց։ Ամենասիրելի բաժակների իմ հասիկոյից էին նվեր տվել։ Բայց դե ոչ թող տենց բաներով շարունակցնի կյանքում առողջ լինենք, ուրիշ բաները կարևոր չի։ Այդպես ցանցած լինեին գնացինք կանաչ գույնը սիրունը սալատվի ավելի ճիշտ։ Տենց կանաչ չի։ Գնացինք տեսնենք էլ ինչպես սևն ու սպիտակ ինչպես միշտ կլասիկա է, այս բաժակները ռիբրիստի միտեղ ամենտեղ կան։ Սենց եկա հասա իմ գժություններին վերջ պետք է առնեմ մի օր։ Ախր չգիտես էլ ինչ անես, այնքան շատ ունեմ սենց բաներ։ Վայ մի հատ ստեղ նայեք, կարիճնվի բեժվա, կարիճնվա գույնի ու այս կանաչի համադրությունը հետնել դեղին, ես ինչ սիրուն գույներ ախելքս գնաց։ Այնքան ունեմ զլապոտկեքից արդեն, ես ամեկ էլ բեժովին կվերցնեմ։ Սիրուն, այսպես նայեք սիլիկոնն է ամեն ինչ գեղեցիկ։ Ես տան ինչ ունեմ սաղ ֆիալետովյա։ Այստեղ սալատվի դեղին, սառույցի ամանները, ինչքան լավն են սիլիկոնե ֆորմատները։ Ես շատ եմ սիրում ֆորմեկ սիլիկոնի։ Բայց կեքսիկների ամանները, այստեղ սրանք են լապատկա կիստը չկա, սաղ տեղին ու կանաչ, սպասեք տեսնեն ես կարելի աստեից մի բան վերցնել։ Չեմ գտել 159 ռուբլի 8 հատը, 8 շտուկ։ Ես 6 հատ առել եմ, թե 4 հատ առել եմ, ես իմ քանի ռուբլով։ Գրեխնի կուպից։ Սիրուն ապսեներ անցենց ուզորներով։ Ինչքան լավն են, բայց մեկի ձևը, սպասեք իմ առազները ստե դնեմ, նայեք ինչ սիրուն են։ Էկրանը շատ է մեծացնում, հեսա փոքրացնեմ տեսնեք։ Հետաքրքիր ֆորմա է հավեսին, սուպի ամանավորպես։ Ոնց որ կիտայսկի գլխարկներ լինի։ Այստեղ սենց են, ուղիղ տալերկեք նա, ուղիղները։ Ինչ հետաքրքիր հավեսին ապսեներ։ Здесь такой. Тоже мисочка такая глубокая. И там другая мисочка. Здесь мисочки внутри ребристые, а здесь снаружи ребристые. Տեղել ես պսիներն է, հետաքրքիր կոմպլեկտներ կարելի է հավաքել նրանց կրուշկաների հետ, ինչ սիրուն են, ներքևը բեժովի գույնն է, մեկ էլ ես կա ավալն ես ինձ, ինչ-որ մի բան կարելի է վերցնել շուտով գալ, կոմպլեկտները փոխել, գնում ենք տուն, գնում եմ տուն ավելի ճիշտ, աշխատանքս ավարտել եմ, չոք ես կտրել եմ այսօր ֆենել, տեսնենք, գնում ենք տուն, գիշերվա կես, ավարտել եմ աշխատանքս, սիրունա չէ երեկոյան, Մոսկվան։ Секундочку, девушка. Садитесь, присаживайтесь. Пожалуйста, нայեք ինչ սիրունա։